Արդեն երրորդ տարին է Գյումրիում օգոստոսի 20-ը Աշոտ Գրիգորյանի ծննդյան օրը համախմբում է ավագ ու կրտսեր շախմատիստներին։ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում այս տարի ևս անցկացվեց ընկեր Աշոտի հիշատակին նվիրված բլից մրցաշարը։ Ունենք բավականին լավ մասնագետներ, ուժեղ մասնագետներ Երևանից եւ Հայաստանի տարբեր մարզերից, ունենք միջազգային վարպետի թեկնածու մասնագետներ։ Սա նաև եւս մեկ շանս է, որպեսզի մասսայականացնենք շախմատը։ Տարեց տարի մրցաշարի մասնակիցների թիվն ավելանում է, ընդլայնվում է նաև աշխարհագրությունը։ Մարզադպրոցի համահիմնադիր եւ նախկին տնօրեն Աշոտ Գրիգորյանի հիշատակին նվիրված մրցաշարը նրա տարիների աշխատանքի ու շախմատի զարգացման գործում ունեցած ներդրման յուրօրինակ շարունակությունն է։ Աշոտ Գրիգորյանին կարելի ասել մաստեր Փարիզում իմաստով Իշմնում է այս մրցաշարին, սա կարծում եմ կդառնա ավանդական, իր շարունակությունը անպայման կունենա, տարի նաև կընդլայնվի մասնագետների աշխարհագրությունը։ Աշոտ Գրիգորյանի սերն ու նվիրումը շախմատի զարգացմանն ու մարզադպրոցի կայացմանը հիշում են թե նրա աշակերտները, թե գործընկերներն ու հարազատները։ Նույնիսկ ամենաբարդ ժամանակներում ընկեր Աշոտը գիտեր ինչի համար եւ ինչպես պետք է պայքարել։ Ընկեր Աշոտը քաղաքում ճանաչված, հարգված անձնավորություն էր, այնպիսի անձնավորություն էր, որի համար երեխաներին բացի շախմատային գիտելիքներ սերմանելուց շատ կարևոր էր նրանց մեջ նաև մարդկային բարձր որակներ սովորեցնելը։ Ընկեր Աշոտը վստահ եմ, ես հիշում եմ միշտ նման մրցաշարերին ցանկանում էր տեսնել, որ տարբեր խաղացողներ ունենանք ուժեղ տարբեր քաղաքներից եւ այդ առումով վստահ կարող եմ ասել, որ մրցաշարը հաջողված է։ Այս տարի մրցաշարին մասնակցեց շուրջ 80 շախմատիստ, տարբեր տարիքային խմբերում անցկացված պարտիաներն անցան թեժ, բայց միևնույն ժամանակ ընկերական պայքարում։ Ոչ մենակ Գյումրիից, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից, նաև մայրաքաղաք Երևանից ուժեղ շախմատիստներ են խաղում այս մրցաշարում։ Մրցաշարի նկատմամբ տարեց տարի աճող հետաքրքրությունը ըստ Հայկ Գրիգորյանի լավագույն վկայությունն է, որ ընկեր Աշոտի հիշատակը շարունակելու է միավորել շախմատային ընտանիքը։ Մրցաշարի ավարտին մասնակիցները պարգևատրվեցին, իսկ առաջին 3 հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները ստացան նաև դրամական մրցանակներ։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։